Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ, երբ նրա մայրը Մարիամը նշանված էր Հովսեփի հետ, նախքան նրանց իրար մոտենալը Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց, եւ Հովսեփը նրա նշանածը, արդար մարդ լինելով եւ չուզենալով նրան խայտառակել, մտածում էր ծածկաբար արձակել նրան, սակայն մինչ մտածում էր այս բաների վրա, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան, ասելով. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր կին առնել նշանածիդ, Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգուց է, եւ նա որդի պիտի բերի, եւ նրա անունը պիտի դնես Հիսուս, որովհետև նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից։ Եվ այս ամենը եղավ, որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որ ասել էր մարգարեի միջոցով. ահա կույսը պիտի հղիանա, եւ մի որդի պիտի բերի, եւ նրա անունը Էմանուել պիտի կոչեն, որ թարգմանաբար Աստված մեզ հետ է նշանակում։ Եվ երբ Հովսեփն արթնացավ քնից, այնպես արեց, ինչպես Տիրոջ հրեշտակն իրեն հրամայել էր, եւ իր կնոջն առավ իր մոտ, բայց չիմացավ նրան, մինչ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, եւ նրա անունը Հիսուս դրեց։ Եվ երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, Հերովդես թագավորի օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, ասելով. որտեղ է նա, որ հրեաների թագավոր ծնվեց, որովհետև մենք նրա աստղը տեսանք արևելքի մեջ ու եկանք նրան երկրպագելու։ Եվ երբ Հերովդես թագավորը լսեց այս մասին, խռովվեց ինքը եւ իր հետ ամբողջ Երուսաղեմը, եւ հավաքելով բոլոր գլխավոր քահանաներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց նրանց, թե որտեղ է ծնվելու Քրիստոսը։ Եվ նրանք պատասխանեցին նրան. Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, որովհետև այդպես է գրված մարգարեի միջոցով. Եվ դու, Բեթլեհեմ, Հուդայի երկիր, Հուդայի իշխանների մեջ բնավ փոքրագույնը չես, որովհետև քեզնից մի իշխան պիտի ելնի, որ պիտի հովի իր Իսրայել ժողովրդին։ Ապա Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստույգ տեղեկացավ աստղի հայտնվելու ժամանակը, եւ նրանց ուղարկելով Բեթլեհեմ, ասաց. գնացեք եւ զգուշությամբ որոնեցեք մանուկին, եւ երբ գտնեք, լուր տվեք ինձ, որ ես էլ գամ նրան երկրպագելու։ Եվ երբ թագավորից այս լսեցին, նրանք գնացին եւ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, նրանց առջևից գնաց, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր։ Եվ երբ տեսան աստղը, խիստ մեծ ուրախությամբ ուրախացան, եւ տունը մտնելով, տեսան մանկանն իր մոր Մարիամի հետ, ընկան ու երկրպագեցին նրան, հետո բացելով իրենց գանձերը, ընծաներ մատուցեցին նրան, ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Եվ երազի մեջ Աստծուց զգուշացվելով, որ չվերադառնան Հերովդեսի մոտ, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Եվ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին եւ ասաց. վեր կաց, վերցրու մանկանն ու նրա մորը, փախիր Եգիպտոս, այնտեղ մնա, մինչ որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը պիտի փնտրի մանկանը սպանելու համար։ Եվ նա ելավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը եւ գնացին Եգիպտոս, եւ այնտեղ մնացին մինչև Հերովդեսի մահը, որպեսզի կատարվի Տիրոջ ասածը մարգարեի միջոցով, թե Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։ Հերովդեսը երբ տեսավ, որ խաբվեց մոգերից, սաստիկ զայրացավ եւ մարդիկ ուղարկեց եւ կոտորեց Բեթլեհեմում եւ նրա շրջակայքում գտնվող բոլոր մանուկներին, որոնք 2 եւ դրանից պակաս տարիք ունեին, ըստ այն ժամանակի, որ նա զգուշորեն տեղեկացել էր մոգերից։ Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը, թե ձայն լսվեց Ռամայի մեջ, ողբ, լաց եւ պոծ, Ռաքելը լաց էր լինում իր երեխաների համար ու չէր ուզում մխիթարվեր, որովհետև նրանք այլևս չկային։ Իսկ երբ Հերովդեսը մահացավ, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին Եգիպտոսում, ասելով նրան. ելիր, վերցրու մանկանն ու նրա մորը եւ վերադարձիր Իսրայելի երկիրը, որովհետև նրանք, ովքեր մանկան կյանքն էին ուզում,
մեռան, եւ նա էլ վեր կացավ, առավ մանկանն ու նրա մորը, եկավ Իսրայելի երկիրը։ Իսկ երբ լսեց, թե Հրեաստանում Արքեղայոսն է թագավորում իր հոր Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ եւ երազի մեջ Աստծո կողմից զգուշացվելով Գալիլեայի կողմերը գնաց։ Եվ եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպիսի կատարվի մարգարեների խոսքը, թե նա Նազովրեցի պիտի կոչվի։ Այսպիսով, այդ խոնար գոմում, Բեթլեհեմի աստղի լույսի տակ, ծնվեց աշխարհի լույսը, Հիսուս Քրիստոսը, մի փոքրիկ մանուկ, որը եկավ ոչ թե թագավորական պալատներում, այլ մսուրում պառկած, որպիսի ցույց տա, որ Աստծո սերը չի ճանաչում սահմաններ, ոչ հարստության, ոչ աղքատության եւ ոչ էլ մեղքի։ Այդ գիշեր երկինքը լցվեց գովասանքով եւ երկիրը խաղաղությամբ։ Այսօր, հազարամյակներ անց, այդ աստղը դեռ փայլում է մեր սրտերում եւ երկնքում։ Հիսուսի ծնունդը հիշեցնում է, որ անկախ խավարից, որ շրջապատում է մեզ, միշտ կա հույսի լույս։ Թող այս սուրբ ծնունդը լցնի ձեր կյանքը խաղաղությամբ, սիրով եւ Աստծո օրհնությամբ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։